մենք այսօր եկել ենք այստեղ մի քանի արձանագրումներ անելու եւ մի քանի հարցեր ուղղելու Եվրոպայի ղեկավարությանը, եվրոպացի մեր գործընկերներին։ Իսկապես այսօր շատ կարևոր իրադարձություն է, շատ արժեքավոր իրադարձություն է Հայաստանում, որ այսպիսի մակարդակի մարդիկ ղեկավարներ Եվրոպայի համայնքը ղեկավարությունը եկել է Հայաստանում։ Սակայն Էմանուել Մակրոնի այն հայտարարությունից հետո, որ 8 տարի առաջ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի արբանյակ, այդ ամբողջը արժեզրկում է։ Այս ամբողջ իրադարձությունը արժեզրկում է։ Երբ օրինակ Զելենսկին խոսում է Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության կոչեր անում, խոսում է Ադրբեջանի եւ Հայաստանի խաղաղության հաստատման մասին, դա ուղղակի երեսպաշտություն է։ Զելենսկին թող հիշի, որ ինքը ֆոսֆորային զենքեր էր տալիս Ադրբեջանին, զենքեր էր մատակարարում Ադրբեջանին, շնորհավորում էր Ադրբեջանին Արցախի օկուպացիայի համար, շնորհավորում էր Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու համար։ Այս բոլոր հայտարարությունները արժեզրկում են այս կարևոր իրադարձությունը։ Մենք եվրոպացի մեր գործընկերներին հարց ենք ուզում ուղղել, երբ այսպիսի հայտարարություններ են անում, երբ խաղաղության կոչեր անելուց առաջ Հայաստանին եւ Ադրբեջանին, երբ փորձում են միջնորդել եւ իրականացնել այսպես ասած կեղծ խաղաղությունը, նրանք Ադրբեջանին այդ խաղաղության կոչերից առաջ կոչեր անում են, որպեսզի ազատ արձակեն մեր հայ ռազմագերիներին։ Ադրբեջանին կոչեր անում են, որպեսզի զորքերը դուրս բերեն Հայաստանի սուվերեն տարածքից։ Մենք չենք լսել այս կոչերը։ Մեր համար այնպիսի տպավորություն է, որ եվրոպացի մեր գործընկերների ամբողջ քաղաքականությունը Հայաստանի հետ կապված ինքնապես հակառուսական տրամադրություններ ստեղծելու։ Մենք չենք ուզում հավատալ, որ եվրոպացի մեր գործընկերների վարած քաղաքականությունը մեր վաղը նորից ցեղասպանելու է։ Մենք չենք ուզում դրան հավատալ։ Բայց դրան չհավատալու համար եվրոպացի մեր գործընկերները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն եւ իրենց խոսույթը, իրենց հռետորաբանությունը փոխեն Հայաստանի մասին։ Երբ որ խոսում են ժողովրդավարությունից, երբ որ իրենց հրճակում են աշխարհում ժողովրդավարության ասպետներ, շատ լավ են անում, շատ կարևոր մարդկային բաներից են խոսում, բայց ժողովրդավարությունից առաջ, երբ որ հանդիպում են իրենց հայաստանցի գործընկերներին, խոսք բացահայտում են Հայաստանում քաղբանտարկյալների մասին։ Խոսում են նրա մասին, օրինակ նույն Էմանուել Մակրոնը Հայաստանի ղեկավարությանը 8 տարվա մասին, որ խոսում է, հարց տալիս է այս 8 տարվա աննախադեպ քաղբանտարկյալների մասին, որոնք մինչև այսօր կան։ Երբ որ խոսում են խրճից, ազատությունից, խոսում են մարդու իրավունքներից, խոսում են էլի ժողովրդավարությունից, իրենց ամբողջ ամեն երկրորդ բառը դա է։ Հարց տալիս են Հայաստանի իշխանություններին, թե ինչի համար են հարձակում գործում հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու վրա, Հայաստանի քահանաներին ինչի համար են ձերբակալում, ինչի համար են այսօր բանտում գտնվում հայաստանցի հայ հոգևորականներ։ Օրինակ Կանադայի վարչապետը հարց տալիս է Նիկոլ Փաշինյանին, թե ինչի համար է Բագրատ Սրբազանը այսօր քաղբանտարկյալ Հայաստանում։ Այս բոլոր հարցերն ենք մենք եկել այստեղ բարձրաձայնել, իրապես շատ կարևոր է Եվրոպայի հետ լավ հարաբերություն ունենալ, բայց այդ հարաբերությունները պետք է բխեն Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից։ Դա չպետք է մեզ վաղը տանի ցեղասպանության էթնիկ զտումների կամ կրկին զիջումների, կամ չպետք է մենք վաղը մի շոր կանգնենք փաստի առաջ։ Սա պետք է մեր եվրոպացի գործընկերները հասկանան եւ մենք այստեղ այս բոլոր հարցադրումներն ենք եկել եւ բարձրացնում եւ կոչ ենք անում եվրոպացի գործընկերներին, որպեսզի իրենց այստեղի Հայաստանի գործընկերներին եւ իրենց Ադրբեջանի գործընկերներին բարձրացնեն այն բոլոր հարցերը, որոնք ես ասացի։ Ազատություն